Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչպիսի արձագանք է Աստված ակնկալում։ Մենք մոտենում ենք Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպիսի արձագանք է Աստված ակնկալում Իր շնորհն ընդունած մարդկանցից։ Սիրելի՛ բարեկամ, Աստված հստակ ակնկալիք ունի Իր շնորհն ընդունած մարդկանցից։ Անշուշտ, բոլորը չէ, որ արձագանքում են Աստծու ակնկալած կերպով։ Շատերը կարող են օր ու գիշեր աղոթել և Աստծուց օգնություն խնդրել կյանքի ճգնաժամային պահերին, սակայն անմիջապես մոռանալ Աստծուն, երբ իրենց կյանքի խնդիրները կարգավորվում են և կյանքը վերադառնում է բնականոն հունի մեջ։ Մի օր Տեր Հիսուսը 10 բորոտների բժշկեց։ Որպեսզի մենք հասկանանք այս բժշկության հրաշքի մեծությունն ու կարևորությունը բժշկվածների համար, պետք է ծանոթ լինենք բորոտություն հիվանդության ահավոր հետևանքներին թե՛ հիվանդների մարմնի ֆիզիկական վիճակի և թե՛ նրանց սոցիալական մերժվածության ու մեկուսացման առումներով։ Բոլոր 10 բորոտները բժշկության շնորհ ընդունեցին Տիրոջից, սակայն նրանցից միայն մեկն ունեցավ այն արձագանքը, որը Տերն էր նրանից ակնկալում։ «Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ, բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ 10 էլ մաքրվեցին, արդ այդ 9 որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց, գնա՛, քո հավատքը փրկեց քեզ»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ մենք բարիք ու ողորմություն ենք ընդունում Տեր Աստծուց, Նա հստակ ակնկալիք ունի Իր օգնությանը մեր արձագանքի առումով։ Նա ակնկալում է, որ մեր սիրտը լցվի երախտագիտությամբ և փոխվի մեր վերաբերմունքը Իր կամքի հանդեպ։ Տերը գթառատ է և բազումողորմ։ Նա սիրով է օգնում Իր զավակներին, սակայն որպես մեր երկնային Հայր Նա ակնկալում է, որ մենք դադարենք հիշել Իրեն միայն այն ժամանակ, երբ կարիքի մեջ ենք և Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում։ Նա ակնկալում է, որ մենք ճանաչենք Իրեն և հնազանդվենք Իր կամքին։ Նա սպասում է, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը մյուս մարդկանց հանդեպ և դառնանք Իր Որդու հավատարիմ աշակերտները՝ սովորելով Նրանից հեզության ու խոնարհության վերաբերմունք ունենալը։ «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը թեթև»։ Իսկ ինչպիսի՞ արձագանք ես դու ունենում, երբ Տիրոջից բարիք ու ողորմություն ես ընդունում և ստանում ես աղոթքներիդ պատասխանները։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։